գույնը, որի մասին այսօր պիտի խոսենք, իդեպ խորհրդավոր գույների շարքից 4-րդ քարոզախոսությունն է, Տիրոջ կամքով ևս 3 քարոզախոսություն կունենանք, եթե միջև այդ հափշտակությունը տեղի չունենա։ Ուրեմն, ըստ գիտական մեկնաբանության, տեսանելի սպեկտրում ամենաերկար ալիքն է, որ խորհրդանշում է ինտենսիվ զգացմունքներ։ Ինչպես նաև էներգիա, զայրույթ, վտանգ, ուժ։ Ըստ հոգեբանության, գույնի դրական հատկություններն են սերը, հուզմունքը եւ նաեւ բախտը, որ չենք ընդունում, խաբեություն է, fortune անգլերենով կամ ճակատագիր, չկա նման բան, եւ նաեւ առաջնորդություն այս կամ այն բան անելու, այսինքն այդ գույնն է մարդուն մղում դրան։ Բացասական հատկություններն են ագրեսիա, զայրույթ, ստրես։ Ըստ չինական մշակույթի, այս գույնը բերում է հաջողություն, ուրախություն, բերություն, պտղաբերություն, fertility, նոր տարվա եւ հարսանիքի գույնն է։ Ասեք։ Ուտող խմողների համար այս գույնը խիստ փափագելի է, որովհետեւ ախորժակ է բացում, թե ուտելու եւ թե խմելու։ Այս հա ճղճին մի բան է, որովհետեւ խմողի համար ծիածանի 7 գույների տակ էլ նա պիտի խմի։ Նրա ախորժակը երբեք չի փակվում խմելու։ Այս գույնը առաջին պիգմենտն է, որ գործածվել է գեղանկարչության մեջ։ Աշխարհի երկրների ազգային դրոշների 75%-ում գործածված է այս գույնը։ Այո, պատասխանը տվեցիք։ Կարմիր գույնն է, դրա մասին պիտի խոսենք։ Աշխարհի վրա 4 ծովեր կան, որ գույնի անուն ունեն, եւ դրանցից մեկն էլ կարմիրն է։ Կարմիր, red, krasny, եւ մյուս 3-ը, ասեք, որ ծովերն են։ Սև, սպիտակ եւ դեղին։ Մենք մեր նյութն է կարմիրը, կարմիրի վրա պիտի կենտրոնանանք։ Կարմիր ծովը, որտեղ մեզանից 3500 տարի առաջ տեղի ունեցավ մի մեծ հրաշք։ Որտեղ է կարմիր ծովը, գիտեք, Աֆրիկյան մայրցամաքի ժամանակակից, եթե պատկերացնում եք քարտեզը, Եգիպտոսն է, Սոմալին է, Էրիտրեան է եւ Ջիբուտին։ Մյուս կողմից Սաուդյան Արաբիան եւ Եմենը, երկարությունը մոտ 1400 մղոն է, կամ 2250 կիլոմետր, առավելագույն լայնությունը 220 կիլոմետր կամ 220 մղոն կամ 350 կիլոմետր։ Այն մոլորակի ամենահյուսիսային արևադարձային ծովն է, համարվում է արևադարձային եւ ամենահյուսիսայինն է։ Այս ծովը նաև աչքի ընկնում հետևյալով, միակն է, որի մեջ գետեր չեն հոսում։ Մենք Սուրբ գրային հրաշալի օրինակ ունենք, եբրայցիները 430 տարի գերության մեջ գտնվեցին Եգիպտոսում։ Եվ Աստված Մովսեսին ուղարկեց, որ իր ժողովրդին Եգիպտոսի գերությունից դուրս բերի։ Շատ հարվածներ եկավ այդ երկրի վրա, որովհետև փարավոնը հրաժարվում էր ժողովրդին թողնելու, եւ այդքան հարվածներից հետո փարավոնը որոշեց ժողովրդի ետևից ընկնել, իր կառքերը պատրաստեց եւ զինվորներ պատրաստ էին այդ ժողովրդին կոտորելու, սակայն ինչ տեղի ունեցավ։ Ծովը ճեղքվեց, ջրերը պատի նման կանգնեցին եւ մարդիկ 4 կոշիկով մուտք գործեցին այնտեղ, 4 կոշիկով դուրս եկան։ Վերջին անձը, երբ որ դուրս եկավ,
Աստված ջրերը նորից բերեց իրենց նախնական վիճակի եւ փարավոնի զորքը այդ ջրերի մեջ խեղդվեց ելք կամ ելից 14-15-րդ գլուխներ Աշխարհի բոլոր լուսացույցները գիտեք ինչ է լուսացույց traffic lights կամ սվետաֆոր անխտիր կարմիր գույնը իրենց վրա ունեն, որ ինչ է նշանակում, կանգնիր, մի վարի մեքենա, stop, կանանց շրթներկը, լիպստիկը, երկար տարիներ եղել է միայն կարմիր գույնը, բայց վերջին մի քանի տասնամյակում կարմիրը շատ հաճախ փոխարինվում է ծիածանի բոլոր գույներով Եվ եթե նկատել եք, տենդենց կա այս վերջին ժամանակների մեջ գործածվում է սև գույնը, սատանապաշտների ուզած գույնն է, որ գործածում են և ոմանք էլ չիմանալով կարծես թե նոր մոդա է գալիս, նոր աձևություն է գալիս։ Կարմիր բառը Սուրբ գրքում հանդիպում ենք 53 անգամ, Ելից գրքում 11 Թվոց և Սաղմոսաց գրքերում 6-ական անգամ մի քանի հոգի խնդրել են, որ երբ որ թվեր ենք ասում կամ համարներ ավելի կամաց, կաշխատեմ այդպես վարվել։ Եբրայերեն կարմիր ադոմ բառն է, գալիս է ադոմահ բառից, որ թարգմանաբար նշանակում է կարմիր գետին կամ կարմիր հող, red earth Ծննդոց երկրորդ գլուխ և 7 համար Տեր Աստված գետնի հողից շինեց մարդուն և նրա ռնգուկներից կենդանության շունչ փչեց, այլ կերպ ասած իր հոգին դրեց և այդ հողից սարքված մարդը դարձավ կենդանի անձ, կենդանի հոգի, ինքնություն Ադամ ինչ է նշանակում թարգմանաբար, նշանակում է մարդ։ Ադոմե անունից նշանակում է կարմիր հող, այլ կերպ ասած կարմիր հողի որդի, և այդպես էլ եղավ, հողես, հողին պիտի դառնաս։ Երկու անձեր կան Սուրբ գրքում վկայված և նրանց վերագրվում է կարմիր, ովքեր են։ Իսահակ նահապետը երկու որդի ուներ, զույգ որդիներ, մեկը Եսավը, մյուսը Հակոբը, երկվորյակներ, և քանի որ Եսավը, չգիտենք, 17 րոպե առաջ էր աշխարհ եկել, ինքը համարվեց առաջնեկը։ Եվ այս անձնավորությունը հավատք չուներ։ Մի օր անոթի եկավ իր եղբայրը ոսպապուր էր սարքել, շիկաթան, և եղբայրը խորամանկ էր Հակոբը, ասաց, եթե ուզում ես այս ուրեմն ճաշից ուտես, անդրանիկությանդ իրավունքդ տուր, նա էլ ասավ, ինձ ինչ պիտի լինի այս անդրանիկության իրավունքից, առ, տուր շիկաթանը և ուտեմ, և այդպես իր անդրանիկությունը ծախեց։ Այս անձի համար, Եսավի համար գրված է, որ ինքը կարմրագույն էր, հիմա չպատկերացնենք կարմիր ներկված, ընդհանրապես ներկայացել, ինչպես են բնորոշում մարդկանց ըստ գույնի, ասում են սպիտակամորթ, սևամորթ, կարմրամորթ, չէ, էլ ինչ կա, դեղնամորթ, այդպես։ Երկրորդ մեկ օրինակը հետևյալն է, առաջի թագավորաց 16-րդ գլխում ենք գտնում այդ մասին, Սավուղը ահավոր մի վատ թագավոր եղավ Իսրայելի համար, և Աստված Սամվել մարգարեին ասավ, գնա, Հեսեի որդիներից մեկին պիտի թագավոր օծես։ Սամվել եկավ, Հեսեի առաջնեկը եկավ, հաղթանդամ, երկար հասակով, մտածեց ուրեմն, սա է որ կա, Աստված ասավ, ոչ, ես նրան անարգեցի, դու հասակն ես նայում, մարդը արտաքինից է քննում, Աստված սրտին է նայում,
Լավ 7 տղա ուներ տանը, 7-ին էլ քննեց, բանից պարզվեց 7-ից ոչ մեկը Աստծո կամքին չի համընկնում։ Սամվելը Հեսեին ասավ, ուրիշ տղա չունես, ասավ մեկն էլ կա, ոչխարներին տարել է արածացնելու, ասավ կանչեք նրան, Դավիթներ եկավ և նրա համար գրված է, որ ինքը կարմիր էր, ռուդի, կարմրագույն էր և գիտենք ինչպիսի մեկը եղավ, Աստծո սրտի համեմատ մեկը, իր թերություններով, իր մեղքերով և սխալներով մեկտեղ ինքը նվիրյալ միանձնավորություն էր Աստծուն և Քրիստոսի ազգաբանության մեջ նրա անունը կա։ Նախքան կարմիր գույնով պայմանավորված վարդապետական ճշմարտություններին անցնելը, կարմիր գույն ունեցող 3 կենդանիների մասին խոսենք, որոնք Սուրբ գրքի մեջ են, անշուշտ։ Մեկը պատվիրված էր և գործադրվում է, մյուս երկուսը մարգարեական են ապագայի մեջ պիտի տեղ ունենան։ Ուրեմն կարդում ենք Թվոց գրքից Numbers Թվոց 19-րդ գլուխ առաջի 6 համարները։ Տերը խոսեցավ Մովսեսին ու Ահարոնին ասելով. Այս է օրենքի որոշումը, որ Տերը պատվիրեց ասելով. Ասե Իսրայելի որդիներին, որ քեզ անարատ ու անբիծ կարմիր երինջը բերեն, որու վրա լուծ դրված չլնի, այսինքն աշխատացված չլնի։ Եվ Եղիազար քահանային պետք է տաք զանիկա, որպիսի բանակից դուրս հանե և իր առջև մորթեն այն։ Եվ Եղիազար քահանան իր մատովը նրա արյունից թող առնե և դեպի վկայության խորանի առջև 7 անգամ սրսկե այդ անասունի արյունից։ Հետո իր աչքի առջև թող այրեն երինջը, նրա մորթն ու միսը և նրա արյունը աղբով մեկտեղ թող այրվի, այսինքն ամբողջական զոհ լինի։ Ուրեմն այս պատվիրանը տրվեց։ Այդ երինջը ինչ խորհրդանիշ է։ Տեր Հիսուսի ամբողջական զոհի։ Միակ անձը, որ ինչպես նշվեց, չէ, անարատ պիտի լիներ, միակ անձը, որ անբիծ, անարատ և առանց մեղքի է, Տեր Հիսուս Քրիստոս է։ Երկիր մոլորակ եկած ամեն անձնավորություն մեղավոր է։ Մեր նախածնողներից այդ մեղավոր բնությունը անցել է, հասել է մեզ բոլորիս և մեզանից էլ մեր զավակներին, մեր թոռներին, բոլոր սերունդներին։ Ամենալավ մարդը մարդկային չափանիշներով մեղավոր է։ Աստված է ասում դա, մենք չենք բնորոշում։ Բոլորը մեղ գործեցին, բոլորը անխտիր և Աստծո փառքից ընկած են։ Այո, կան բարի մեղավորներ և կան չար մեղավորներ, բայց Աստծո առջև երկուսն էլ մեղավոր են, երկուսն էլ փրկչի պետքություն ունեն։ Կորինթացիների երկրորդ նամակ 5-րդ գլուխ 21 համար։ Հասցնում եք գրել։ Վասնզի Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղավոր համարեց, մեղավոր սեպեց, հունարեն մեղքի պատարակ, այսինքն զոհ արեց մեզ համար։ Հիսուսի վրա փնտրում էին, որ որևէ մեղք գտնեն։ Եվ Հիսուս ասաց, ով կարող է ինձ հանդիմանել մեղքի համար։ Բոլոր հավաքվածները հակառակորդներ էին։ Բոլորն էլ պապանձվեցին, որտև ոչինչ չգտան։ Իր մեջ մեղք չկար, որտև Հիսուս մարդկային բնությանը հաղորդ չէր։ Նա իր մորից ոչինչ չվերցրեց, միայն նրա որովայնի մեջ ձևավորվեց և աշխարհ եկավ։
Եթե վերցրած լիներ, մեղավոր բնությունը պիտի վերցներ։ Ինքը խոստովանեց, որ մեղավոր է։ Մարիամի ուրեմն որովայնում 9 ամիսներ զարգանալով, ձևավորվելով աշխարհ եկավ։ Որպեսզի Հիսուսի միջոցով մենք Աստծո արդարները լինենք։ Եվ ինչպես է դա տեղի ունենում։ Եթե մարդը մեղավոր է, անարդար է, ինչպես կարող ենք արդարանալ։ Մեխանիզմը գրված է Հռոմեացիների նամակում, Հռոմեացիների կարդանք 3-րդ գլուխ եւ 22 համարից։ Աստծո արդարությունը Հիսուս Քրիստոսի հավատքից է, որ բոլոր հավատացողների վրա կլա, որտեղ խտրություն չկա, որտեղ ամենքը մեղք գործեցին եւ ամենքը Աստծո փառքից սպաքսան։ Այլ կերպ ասած ընկան, բայց նրա շնորհքով եւ Քրիստոս Հիսուսով եղած փրկությունով ձերի կարդարանան, փրկությունը ձերի է, անվճար է, ոչինչ չպիտի տաս, միայն պիտի ընդունես։ Սա կոչվում է շնորհք, grace, ձերի փրկություն, որ Աստված նախապես սահմանած էր քավություն լինելու, եթե պայման է դրած, եթե նրա արյանը հավատան, պայման կա։ Ինչու ամեն մարդ այդ արդարությունը Աստվածային չի ստանում, որովհետև չեն ընդունում։ Աստված իր փրկարար ձեռքը մեկնել է մարդկությանը, ով որ հավատա, ով որ ընդունի, ով որ փնտրի, ով որ խոնարհվի, ով որ հնազանդվի, Աստված նրան կայցելի։ Ուրեմն նրա միջոցով մենք Աստծո արդարները եղանք եւ սա դիրքային վիճակի մեջ է։ Քրիստոսի մեջ մենք այդ արդարություն ունեցանք։ Եվ Աստված ուզում է նաեւ այս երկրավոր կյանքի մեր մնացած ժամանակը մենք արդարության ճամփով գնանք։ Եվ Աստված պիտի պահանջի այդ ամենը մեզանից, երբ որ Քրիստոսի ատյանի առջև կանգնենք։ Երկրորդ կենդանին, որ նշված է եւ կարմիր է նշված, եկեք կարդանք, սա Հայտնության 6-րդ գլուխ 3-4 համարներն են։ Հիշում եք, տնիկները բացվեցին, նախ ջերմակը եկավ, սևը եկավ, չէ՞։ Հիմա հերթ հասավ այս մեկին։ Եվ երկրորդ կնիկը քանդեց, երկրորդ կենդանից լսեցի, որ կսեր եկուր, ուրիշ ձիմը տեսա շարագույն։ Էս ի՞նչ գույն է։ Շարագույնը մուգ կարմիր է։ Եվ նրա վրա հեսնողին իշխանություն տրվեցավ, որ երկրից խաղաղությունը վերցնի, որպեսզի իրար սպանեն։ Անոր մեծ սուրմը տրվեցավ։ Այսինքն պատերազմ եւ արյունահեղություն երբ պիտի տեղի ունենա։ Հայտնություն 6-րդ գլխից մինչև 18-րդ գլուխը ինչ որ կարդում ենք, բացառապես մեծ նեղության շրջանի համար է գրված։ Չենք կարող ներկա շրջանին մենք հարմարեցնենք կամ նմանություններ գտնենք, հնարավոր չէ։ Ուրեմն ինչ պիտի տեղի ունենա, երբ որ եկեղեցին հափշտակվի եւ նեռը հայտնվի։ 3.5 տարի մարդկանց վստահությունը պիտի շահի, մանավանդ հրյաների, հրաման պիտի տա եւ պիտի կառուցեն տաճարը, զոհերը պիտի տեղի ունենա եւ աշխարհի տնտեսական վիճակը պիտի բարելավվի, միգուցե այնպիսի վիճակ լինի, որ ասեն բարգավաճ ենք հիմա ամբողջ աշխարհում։ Բայց 3.5 տարի հետո իր իրական դիմակը պիտի պատռվի։ Եվ ինչպես գրված է Աստծո խոսքի մեջ, Թեսաղոնիկեցիների մեջ, երբ որ ասեն խաղաղություն եւ ապահովություն է, այն ժամանակ կորուստը պիտի նրանց վրա հասնի հղի երկունքի պես, ինչպես է հղի երկունքը բռնում, անմիջապես, չէ՞, եւ պիտի չազատեն։ Մեծ նեղության շրջանին
Պիտի տեղի ունենա այս ամենը եւ սարսափելի բաներ պիտի գա։ Շարագույն ձիավորը, fiery red, հունարեն կարմիրը ընդհանրապես կոկինոս, բայց այս պարագային պուրոս, նայեք ինչ է նշանակում, հրակարմիր, շարագույն, ռուսեն ռիժի, կարմրագլուխ։ Երրորդ կենդանին, հայտնություն 12-րդ գլուխ, կարդանք, 3-ից 5 համարներն է, երկնքի մեջ ուրիշ նշանմա երևցավ, և ահա մեծ շարագույն վիշապ, որ 7 գլուխ և 10 եղջյուր ուներ, և իր գլուխների վրա 7 թակ, նրա պոչը երկնքի աստղերու երրորդ մասը կքաշեր, և զանոնք երկրի վրա ձգեց, և վիշապը կեցավ, նախքան շարունակել է, 1/3 աստղերի ինչ է նշանակում, այսինքն ինչքան աստղ կա, իր հետ պիտի բերի, հրեշտակներն են։ Սատանայի ետևից գնացին ստեղծված հրեշտակների 1/3 դարձան նրա ծառաները, որ միջև հիմա օրը 24 ժամ, շաբաթը 7 օր և տարին 365 օր ծառայում են սատանային։ Եվ վիշապը կեցավ այն կնոջ առջև, որ ծնանելու վրա էր, որպեսզի և ծնանի անոր զավակը կուլ տա։ Կինը արու զավակը ծնավ, որ երկաթե գավազանով պիտի հովվե բոլոր ազգերը։ Անոր զավակը հափշտակվեցավ Աստծո քով և անոր աթոռին քով։ Կիննալ անապատ փախավ, ուր անոր տեղ պատրաստված էր Աստծմե, որպեսզի հոն կերակրվի 1260 օր։ Եվ ոմանք մեկնաբանում են, ու սխալ են մեկնաբանում, ասելով, որ այս կինը Հիսուսի մայրը Մարիամն է։ Բացահայտ է, որ այդ արու զավակը, որ Տիրոջ մոտ հափշտակվեցավ, ով է, ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է, բայց այս կինը ոչ թե Մարիամն է, այլ Իսրայելն է, որից մարմնի կողմանե Հիսուս եկավ, Հռոմեացի 1 գլուխ, մարմնի կողմանից իրենց մե եկավ, և նաև 9-րդ գլխում է ասում է, իրենցն է, ովքեր նահապետները, մարգարեները և առաքյալները ու Քրիստոս էլ իրենց մե եկավ մարմնի կողմանե։ 1260 օր մարգարեական օրացույց է սա, հրեաների այն 1/3 է, ովքեր որ հալածանքների պատճառով, նեռի կողմից եղած հալածանքների, պիտի մի կերպ հասնեն այդ ապաստանի քաղաքները, Պետրան և հարակից քաղաքները, որպեսզի իրենք ականատես լինեն այն մեծ հրաշքին, որ երկնքից Տեր Հիսուս, Զաքարիա 12-րդ գլուխ 10 համար, իր փառքով և զորքով եկեղեցու հետ միասին, որ իր հարսն է կազմում, երկրի վրա գա։ Եվ անոնք իրենց խոցածին պիտի տեսնեն, և ինչպես մեկը մեկ հատիկ զավակի վրա կողպա, այնպես պիտի ողպան, որ իրենց հայրերը ինչպես վարվեցին Քրիստոսի հետ, և այն օրը Երուսաղեմի մեջ մեծ ողբ պիտի լինի, ապաշխարություն պիտի լինի։ Ուրեմն այստեղ մենք տեսնում ենք հետևյալը, գազանը ինքը նեռն է, բիստ, վիշապը ով է, dragon, վիշապն էլ նեռի հայրն է, սատանան է։ Այստեղ մենք տեսնում ենք վիշապի, այսինքն սատանայի պատկերը, 7 գլուխ և 10 եղջյուր ունի։ Խորհրդանշում է սատանային տրված զորություն, Աստծո կողմից թույլատրություն է։ Սատանան ինքնագլուխ բաներ չի կարող անել, Աստված եթե թույլ չտա։ Գիտեք ինչին է նմանում, մարդիկ իրենց շներին տանում են դուրսը, չէ,
եւ շնակապ կա իրենց վիզը գցած լիշ, որքան որ ուզեն այնքան են թույլ տալիս շանը առաջանա, չէ՞։ Սատանան Աստծո ձեռքին այդպիսի մեկն է եւ Աստված նրան սանձել է, որքան որ թույլ տա, այնքան կարող է սատանան գործել։ 7 տարվա համար իր որդուն սատանան թագավորություն պատրաստեց այդքան եւ դա Տիրոջ ծրագրի մեջ է, այնպես չէ որ անակնկալ հանկարծ եղավ։ Աստծո թույլատրելի կամքի մեջ է։ Ուրեմն Հայտնություն 12-ում Վիշապը 7 գլուխ 10 եղջյուր ուներ։ Հայտնություն 13-ում Գազանը, այսինքն ները, նույնպես ունի 7 գլուխ եւ 10 եղջյուր, horns եղջյուրը կամ ռագա ռուսերենով։ Ինչ նմանություն կա? Like father, like son։ Ինչպես հայրն է, այնպես էլ որդին այդ պիղծ կապը։ Կարմիր գույնը Աստվածաշնչում հզոր գույն է, խորհրդանշում է մեղքը, խորհրդանշում է նաև փրկագործությունը, redemption։ Արյան գույնն է, որ ներկայացնում է կյանքը, զոհաբերությունը, sacrifice, քավությունը, atonement, դատաստանը, judgment։ Նաև կարմիրը խորհրդանշում է թագավորություն, kingdom։ Աստվածային սեր, աղաբե սերը եւ աստվածային պաշտպանություն։ Հիմա հերթականությամբ շարժվենք։ Կարմիրի իմաստը կամ խորհուրդը գտնում ենք Ղևտացիների 17-րդ գլխում։ Պիտի հանդիպենք այստեղ արյուն եւ կյանք։ Ղևտացիների The Book of Leviticus Ղևտացիների 17-10 համարից։ Եթե Իսրայելի տնից կամ ձեր մեջ պանդխտացած օտարականներից մարդը որևէ արյուն ուտելու լինի, ես այն արյուն ուտող անձի դեմ պիտի լինեմ, եւ նա իր ժողովրդի միջից պիտի կորցնեմ։ Վասնզի մարմնի կենդանությունը որտեղ է, արյան մեջ է, եւ ես ձեզ տվի զայն, որպեսզի սեղանի վրա ձեր հոգիների համար քավություն ունեք, քանզի հոգու համար քավություն անողը ի՞նչն է, արյունն է։ Սրա համար ձեր որդիներին ասի, ձեզ մեկը արյուն չուտե, ձեր մեջ պանդխտացած օտարականն էլ արյուն չուտե։ Եթե Իսրայելի որդիներ են կամ ձեր մեջ պանդխտացած օտարականներից մեկը ուտելու անասուն կամ թռչունը որսալու լա, նրա արյունը պետք է թափե եւ հողով ծածկե, վասնզի որևէ մարմնի կենդանությունը արյան մեջ է։ Նա իր անիկա է բուն կենդանությունը, ուստի ձեր որդիներին ասում եմ, բնավ մարմնի արյուն չուտե, քանզի որևէ մարմնի կենդանությունը իր արյան մեջ է։ Եթե ուտեք, պիտի կորսվեք։ Քանի անգամ հանդիպեցինք, կարծես թե նույն բանն է, պիտի մտածենք, որ ոչ, սա շեշտադրություն է։ Ինչպես Հիսուս հաճախ գործածում էր, ճշմարիտ եմ ասում ձեզ, հաստատակամ ձևով, որ այդպես արյունով չուտեք։ Ուրեմն մարմնի կյանքը արյան մեջ է, ինչը կարմիրին դարձնում է կյանքի եւ զոհաբերության խորհրդանիշ։ Այս պատվիրանը օրենքին կցվեց, բայց Տերը դրանից շատ առաջ այդ մասին խոսել էր։ Եթե մենք ասում ենք, որ օրենքը մեր վրա իշխանություն չունի, բայց օրենքից առաջ էլ այդ մասին խոսված էր, կարդում ենք Ծննդոց 9-րդ գլուխ 4 համար։ Միսը ողջությունով, այսինքն արյունով մի ուտեք։ Իդե բժշկությունն էլ ապացուցում է, որ այդպես ուտելով հնարավոր է տարբեր տեսակի հիվանդություններ ձեռք բերի մարդը։ Ամեն ամիս մենք առաջի կիրակի օրը այստեղ
հաղորդություն ունենք։ Ինչպես այս կիրակի։ Տեր Հիսուսի կողմից պատվիրված բան է սա, որքան որ իմ մահս և հարությունս պատմեք, այս բանը արեք ինձ հիշելու համար։ Հաղորդությունը Աստծո հետ հարաբերվելու մեկ այլ միջոց է, խոսքով հարաբերվելու, աղոթքով հարաբերվելու, նաև հաղորդություն ստանալով։ Եվ մենք այստեղ գալիս ենք հացը և գինին ստանում ենք հավատքով, որպես Քրիստոսի մարմնի և արյան խորհրդանիշը, դրանով լրացնելով Աստծո այն պատվիրանը, որ այս բանը արեք։ Եվ Տերը մեզ շնորհք տա, որ մինչև իր սուրբ գալուստը մենք այս հաղորդության սեղանը ամեն անգամ ունենանք։ Հին ուխտի ժամանակ պատվիրված էր անասուն զոհ անել և խոստովանված մեղքերը քահանայի միջնորդությամբ Աստծուն տարվեր, որ թողություն ստանային։ Այդ էր կերպը։ Քահանան հանդիսանում էր որպես միջնորդը մեղավորի և Աստծու միջև, զոհ անում են, մեղավորը գալիս էր իր ձեռքը դնում էր զոհի վրա, խոստովանում էր և նրան հռչակվում էր, որ այլևս մեղքերը ջնջված են։ Բայց սա անկատար մի վիճակ էր։ Մեղքը գործեց, խոստովանեց, հռչակվեց, մեղք չունի։ Դրանից հետո նորից էր մեղք գործում, նորից անասուն պիտի մորթվեր, նորից նույն այդ գործընթացը, պրոցեսը պիտի կատարվեր։ Այլ կերպ ասած, հին ուխտի քահանաները խասաբներ էին դարձել, մսագործներ։ Եվ Աստված ասում է, ով ձեզ ասեց այսպես իմ սրբարանս գաք, իմ սրահներս կողկրտեք, այս կերպով, դուք չհասկացաք, որ դրանք այդ բոլոր բաները ժամանակավոր են, որ սրանք խորհրդանշում են գալիք լավագույնը, միակ կատարյալ զոհը, Տեր Հիսուս Քրիստոսը։ Հրեաները այդ բանը չեն հասկացել նաև մինչև այսօր։ Անշուշտ իրենց մեջ կան մեսիական հրեաներ, ովքեր հասկացել են, նրանց միտքը բացվել է, հին ուխտի գրությունները և նոր կտականի գրությունները համադրել են ու հավատացել են Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ։ Հիսուս մեկ անգամ զոհ եղավ, կատարյալ, և իր արյունը մինչև այսօր կենդանի է, վավերական է։ Ով որ Աստծո առջև իր մեղքերը խոստովանում է, Հիսուսի արյունը այդ բոլոր մեղքերը մաքրում է, ինչ պայմանով, չհիշելու պայմանով։ 2000 տարի է այլևս քահանայի միջնորդության պետքություն չունենք, որովհետև 2000 տարի է մենք ունենք մեծ քահանապետին, Տեր Հիսուս Քրիստոսին, որ երկնային սրբարանում է, որ ամեն ժամանակ, երբ որ մենք մեր մեղքերը խոստովանում ենք, ինքը արյունով հոր առջև է ներկայանում և մեզ քավություն և թողություն է շնորհում։ Ուրեմն մեկ միջնորդ կա մարդու և Աստծու միջև, Քրիստոս Հիսուս մարդը։ Հին ուխտինը շուքն էր, ստվերն էր, բայց մենք իրականություն ունենք։ Եսայի մարգարեն Քրիստոսից 700 տարի առաջ է ապրել և օրենքի շրջանին է ապրել, բայց ինքը այս ճշմարտությունը շատ լավ էր հասկացել։ Եսայի առաջի գլուխ 18 համար, անցյալ անգամ հիշում եք, այս համարը կարդացինք և խոստացանք, որ բացատրությունը կտանք, երբ որ կարմիրի մասին խոսենք։ Հիմա եկեք երկխոսենք, Եսայի առաջի գլուխ 18 համար։ Ասում է Տերը, եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես են, ձյունի պես պիտի ճերմականան, եթե որթան կարմիրի պես են, ասրի պես ճերմակ պիտի լինեն։ Ասրը ինչ է։ Բուրդը, վուլ, ասրի պես պիտի ճերմականան։ Կրկնակի կարմիր, scarlet անգլերենով,
Բագրաննոյե, հա, ռուսերեն։ Կրկնակի կարմիրին չի նշանակում։ Շատ խորը մեղքեր։ Մի շարք տեղերում Եսային այն ներկայացնում է որպես արյունոտ ձեռքեր։ Կարդանք Եսայի 59-րդ գլուխ առաջի 3 համարները։ Միթե Տիրոջ ձեռքը կարող չէ փրկել, կամ անոր ականջը ծանրացավ, որ չլսի, բայց ձեր եւ ձեր Աստծո միջև բաժանում դնողը ձեր անօրությունները եղան, ձեր մեղքերը նրա երեսը ձեզ մեծ ծածկեցին, որ չլսի, քանզի ձեր ձեռքերը արյունով եւ ձեր մատները անօրությունով պղծվեցան, ձեր շրթունքը սուտ խոսեցան եւ ձեր լեզուները անիրավություն արտաբերեցին։ Նաև սուտը ներկայացրեց, շատ հաճախ այն վերցնում են, ասում են, ամենապարզ մեղքը դա սուտն է, բայց սուտ կա, որ կարող է սպանել, խոսքով սպանել, այսինքն բոլոր մեղքերն էլ մեղք են Տիրոջ առջև։ Ուրեմն, ինչ մենք հասկացանք, որքան կարմիր, շատ կարմիր, քրիմսոն հայերենով ուրեմն ներկայացնենք շիկա կարմիր կամ բոսորագույն հոմանիշներ են ուրախանում եք այս խոսքերի համար, որովհետև հայերենը իրապես հարուստ է եւ մենք ուրախ ենք, որ հայերեն ենք խոսում եւ հայերենը մեր մայրենի լեզուն է։ Որքան կարմիր ստանում են մի տեսակի միջատից կամ որդից, մեր նախնիները, հայերը, հավաքում էին այդ որդերը, եփում էին, ստանում էին մուգ ու պայծառ կարմիր գույնի ներք, որքան կարմիր կամ ինչ է կոչվել այն, հայկական ներք, ամբողջ տարածաշրջանում, որքան կարմիրը շատ հանրայիտ է եղել եւ վերագրել են, որ հայերն են առաջինը այդ բանը արել։ Չի ջնջվում այն։ Թագավորները իրենց ստորագրությունը որքան կարմիրով էին անում։ Թագավորական զինադրոշները որքան կարմիրով էր ներկված։ Գորգերը, կավյոր, ռակ, որքան կարմիրով ներկված թելերով էին հյուսում, գործում, որ չգունաթափվի։ Համատություն։ Մարգարեն համատություն բերեց, չէ՞։ Եթե որքան կարմիրի նման են։ Եթե մեր մեղքերը այդպիսին են, որ թվում է շատ մեծ է, այսինքն շատ կարմիր է, եւ սա սատանայի համար զենք է։ Շատ հաճախ մարդկանց ականջին փսփսում է ասելով, որ դու Աստծուն գնալու մի պետքական մեկը չես, Աստված քեզ չի ընդունի, մի հատ լա քննի տես քո մեղքերդ, քո անցած կյանքդ, դու ինչպես պիտի Աստծուն գնաս, ինչ երեսով, սատանայի խաբեությունն է։ Հիսուս Քրիստոսի արյունը ունի զորությունը բոլոր մեղքերը մաքրելու եւ սրբելու։ Եթե ձեր մեղքերը բոսորագույն են, շատ կարմիր են, ասրի պես ջերմակ պիտի դարձնի, ինչպես որ բուրդն է, հավանաբար ձախտելուց հետո, հա, չգիտեմ։ Տերն է անում այդ բանը, բայց ում համար է անում, ովքեր իրենց մեղքերը խոստովանում են, պայման է սա, եւ եթե այն կատարվում է անկեղծությամբ, ոչ թե առերևույթ, այլ սրտից բխած, այդ խոստովանությունը սրտից բխած է, որովհետև Աստված սրտերն է քննում, ում պիտի խաբես։ Միակ չներվող մեղքը, մեկ մեղք կա, լսում եք, չէ՞ հաճախ ասում են, 7 բացում մեղքեր, խաբեություն է դա։ Բոլոր մեղքերն էլ անկեղծ խոստովանության դեպքում ներվում են,
միակ մեղքը, որ չի ներվում, որն է Սուրբ Հոգու դեմ եղած հայությունը։ Որն է դա։ Քրիստոսին մերժելը։ Որտեվ երբ որ Հիսուս պիտի գնար երկինք, իր աշակերտներին ինչ ասաց, կգնամ եւ մխիթարից Սուրբ Հոգուն կղրկեմ, որ ձեզ պիտի ամեն ճշմարտություն սովորեցնի, կարող եք կարդալ Հովհաննես 16-րդ գլուխ 14 համարը, նա ինձ պիտի փառավորի ասաց Տեր Հիսուս, այսինքն Հիսուսին պիտի ներկայացնի Սուրբ Հոգին, երբ որ մենք մեկին վկայում ենք, Սուրբ Հոգու իմաստությամբ եւ զորությամբ ենք վկայում, երբ որ դիմացինը այն մերժում է, սա նշանակում է Սուրբ Հոգու դեմ հայություն անել։ Բայց երբ որ խոստովանում ենք, ահա թե ինչ է տեղի ունենում, Հովհաննես առաքյալը առաջին թանրական թղթում այսպես է գրում։ Առաջի գլուխ 5 համարից կարդանք։ Սա է այն պատգամը, որ իրենից լսեցինք եւ ձեզ կիմացնենք, թե Աստված լույս է եւ նրա մեջ բնավ խավար չկա։ Եթե ասենք, թե նրա հետ հաղորդակից ենք ու խավարի մեջ պտտենք, սուտ կխոսենք եւ ճշմարտությունը չենք ըներ։ Այլ կերպ ասած, հավատացյալը իր ընթացքով պիտի ապացուցի իր ճշմարիտ հավատացյալ լինելը։ Հապա եթե լույսի մեջ քայլենք, ինչպես նա լույսի մեջ է, իրար հետ հաղորդակից կլինենք եւ նրա որդու Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքից կսրբի։ Այդ նաեւ նշված 7 մահացու մեղքերից էլ։ Եթե ասենք մենք մեղք չունենք, ինչպես շատ ու շատ մեր հայրենիները, մեր եղբայրները եւ քույրերը, որի համար շատ ցավում ենք, ես ինչ մեղք ունեմ, որ ինքզինքս կխափենք, այսինքն իրենք խափում են, եւ մեր մեջ ճշմարտություն չկա։ Եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ եւ արդար է նա մեզ թողություն տալու եւ մեր ամեն անիրավությունից սրբելու համար։ Եթե ասենք, թե մեղք չգործեցինք, ստախոս ենք անում Տիրոջը եւ նրա խոսքը մեր մեջ չէ։ Շատ զորավոր խոսքեր են, որի համար Աստված պատասխանատվություն պիտի պահանջի մարդկանցից, որ այդպես վարվեցին, ասեցին մենք մեղք չունենք եւ այլն։ Ուրեմն կարմիրը նաեւ պաշտպանության համար է։ Խորթանիշ է, մի խորհուրդ է սա, նաեւ ուխտ է։ Եվ Աստված իր ժողովրդին Եգիպտոսի գերությունից պիտի հաներ, ինչ պատվիրեց։ Ահա սա, կարդանք Ելիս 12-րդ գլուխ, Exodus 12-ի 13-ը։ Նախ Տերը հրամայեց, որ դուրս գալուց առաջ վերջի զատիկ անեն, արտորալով, պիտի ուտեին, վերջացնեին, այդ զատիկից որևէ բան չպիտի մնար։ Եվ այդ անասունները, որ մորթվել էր, ասում է, արյունը ձեր տների վրա նշանի համար լինի, որպեսզի երբ որ արյուն տեսնեմ, ձեր վրայից անցնեմ, եւ հարվածը ձեր վրա չգա ձեզ կորցնելու համար, երբ որ Եգիպտոսի երկրին զարնեմ։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Նրանք, ովքեր որ այդ զոհը արեցին, Աստծո պատվիրանը կատարեցին, իրենց տան դրանդիկների վրա այդ արյունը քսեցին, Աստծո հրեշտակը եկավ եւ անցավ, որ տներում կամ տների վրա այդ արյունը չկար, Աստված այդ տների անդրանիկներին հարվածեց, այդ թվում նաեւ Փարավոնի անդրանիկին։ Հիմա սրա հոգևորը ինչ է։ Հոգևորը մեզ համար է։ Գառնուկի արյան միջոցով Աստված իր ժողովրդին պաշտպանություն արեց։ Ամեն մի ճշմարիտ վերստին ծնված հավատացյալ Աստծո գարի Տեր Հիսուսի արյան պաշտպանությունը ունի։
Աստված իր որդիներին իր արյան տակ ծածկում է։ Բայց այստեղ մենք կարևոր պարտականություն ունենք, որ այդ արյան տակ մնանք։ Մեր մարմնավոր ընթացքը, շարունակական մեղքեր, այս կամ այն մեղքերը նշանակում է արյան տակից դուրս ենք գալիս։ Արյան տակ մնալ ինչ է նշանակում։ Նշանակում է իր պատվիրանների մեջ մնալ։ Ասել է թե խոսքի մեջ մնալ, ասել է թե Սուրբ Հոգու մեջ մնալ։ Ուրեմն մեր այս երկրավոր կյանքը նաև պայքար է Քրիստոսի արյան տակ մնալու եւ արյան տակից դուրս գալու համար։ Որտեղն եք նախընտրում։ Կարծում եմ բոլորս էլ խելամիտ ենք, որ Քրիստոսի արյան տակ է ամենամեծ ապահովությունը։ Հետևաբար մնանք իր պատվիրանների մեջ, իր խոսքի մեջ, Սուրբ Հոգու մեջ։ Տերը թող ամեն մեկիս այդ իմաստությունը եւ շնորհքը տա։ Եվ Հիսուս ասաց. եթե ինձ սիրում եք, ինչ արեք։ Իմ պատվիրանները պահեցեք, եւ դրանք ծանր բան չեն։ Դրանք Քրիստոսի սիրո պատվիրաններն են։ Աստված մեզ որևէ բան չի պատվիրի, որի կարողությունը մենք չունենանք։ Եթե պատվիրում է, գիտի, որ մենք կարող ենք այդ բան անել։ Եվ ավելի առաջ գնանք։ Աստված է, որ գործադրության է դնում։ Փափագը, ցանկությունը մեզանից, գործադրությունը Սուրբ Հոգու կողմից։ Կարմիրը նաև խորհրդանշում է դատաստան։ Միայն Աստծո սերը քարոզել ու չքարոզել Աստծո արդար դատաստանի մասին նշանակում է Աստծո դեմ մեղք գործել։ Շատ լավ է, որ ասվում է Աստված քեզ սիրում է, Աստված սիրում է մեղավորին։ Բայց միայն այդտեղ կանգնել, այո, լսողը ուրախացավ, հաճեցավ, իր համար լավ է, մեկը կա, որ իրեն սիրում է եւ նրա անունը Աստված է։ Թող ավելի սիրի այդ Աստվածը։ Ինչքան որ աղոթում է, թող ամեն ուզած բաները թող տա։ Միայն Աստծո սիրո մասին լսելը մեղավորին պատասխանատու եւ հաշվետու չի անում Աստծո առջև։ Միայն սիրո մասին լսելը մեղավորին պատասխանատու եւ հաշվետու չի անում Աստծո առջև։ Նրա մեջ Աստծո վախը չի սերմանվում։ Այսինքն իր կյանքի համար, մեղավոր լինելու համար պատասխանատու չի գտնում։ Բայց երբ որ ճշմարտությունը սկսում ենք այստեղից, Աստված քեզ սիրում է, բայց դու մեղավոր ես։ Ծնունդով մեղավոր ես, որտեղ մեղավոր բնությունը քու ծնողներիցդ ստացար։ Մեղքեր ես գործել եւ քու կարգավիճակը ինչ է, մեղավոր։ Իսկ մեղքի վարձքը ինչ է, մահ, ոչ միայն մարմնով, այլ ավելի սարսափելի երկրորդ հոգևոր մահը։ Եվ որ Աստծո ատյանի առջև պիտի կանգնես, առանց Քրիստոսի Աստծո առջև կանգնել, սարսափելի մի բան է։ Եվ այնտեղ պիտի գործի Աստծո դատաստանը, դժոխքը եւ վերջում ամենավերջում էլ ծծումբով այրված կրակի լիճը։ Շատ կարևոր մարգարեություն կա Քրիստոսի վրա գրված, անշուշտ հարյուրավոր մարգարեություններ կան, հարյուրավոր, բայց այն ինչ որ վերաբերում է կարմիրին, կարդանք Եսայի 63-րդ գլուխ առաջի համարից։ Ով է ասիկա, որ կգա Եդոմեն, կարմրագույն զգեստով Բոսրայեն, որ փառավոր հանդերձով զարդարված է, եւ իր շատ զորությունով պանցալով կքայլե։ Ես եմ, որ արդարությամբ կխոսեմ, Հիսուս է խոսում, եւ փրկելու կարողություն ունիմ։ Ինչու համար քո հանդերձդ կարմիր է, իրեն հարց է տրվում։ Եվ քո զգեստներդ հնձանի մեջ կողկրտողի հագուստի պես է։ Հնձանի մեջ միայն ես կողեցի, եւ ժողովուրդներեն ինձի հետ մարդ չկար, այսինքն դատաստանը միայն Հիսուսին է վերաբերում։
Զանոնք իր բարկությունով կողեցի եւ իմ սրտմտությունով զանոնք ճմլեցի։ Անոնց արյունը իմ զգեստներից վրա ցատկեց եւ բոլոր հանդերձներս ներկվեցին։ Ահավասիկ Հիսուսի հանդերձ ինչու է կարմիր ներկված դատաստանի համար։ Քանզի շարունակում է, սրտից մեջ էր վրեժխնդրության օրը։ Զարմացա, որ ձեռնտու եղող չեղավ, ուստի իմ բազուկը զիս օգնության հասավ, հայրն է խոսում որդու համար։ Ուրեմն ինչ ենք տեսնում, ձեր մտքում պահեք այս, որ հանդերձը կարմիր է։ Բացատրությունը հայտնություն 19-րդ գլուխ 13 համարից արյունով ներկված հանդերձը հագած էր։ Հիսուս երբ որ իր փառքով եւ զորքով պիտի գա արյունով ներկված հանդերձը հագած էր։ Նաեւ Մատթեոս 27-րդ գլուխ 28 համարում երբ որ Հիսուսին պիտի խաչեին, նրան մերկացրին եւ գրված է կարմիր հանդերձ հագցրին։ Սա նաեւ մարգարեություն էր այդ անողների վրա, որ դատաստան պիտի գա իրենց։ Կուլմինացիան գտնում ենք Սաղմոս 75-ում եւ 8 համար, հետեւյալն է ասում. Վասնզի Տիրոջ բաժակը, որի մեջ գինի կա, կարմիր է։ Անիկա լավ խառնված է եւ անկե կթափ է։ Եվ երկրի բոլոր ամբարիշները անոր մրուրները քամելով պիտի խմեն, այսինքն տակին նստվածքով մեկտեղ։ Սա հենց արդեն այդ կուլմինացիան էր։ Բաժակը կարմիր գինիով լեցուն, Աստծո բարկությունն է։ Հետևաբար, սիրելի հայրդի, այդ բարկությունից փախիր, Հիսուսին ընդունի քո կյանքիդ մեջ որպես քո Տերը եւ քո Փրկիչը։ Ընդունի այն զոհը, որ Հիսուս քեզ համար արավ։ Ով որ որդուն ընդունած է, հավիտենական կյանք ունի։ Ով որ որդուն ընդունած չէ, այդ կյանքը պիտի չտեսնի, ապա Աստծո բարկությունը նրա վրա կմնա։ Տերը ողորմություն անի մեր հայ ազգին, որպեսզի Տեր Հիսուսին գտնեն եւ ամեն մեկը անհատապես իրենց փրկությունը։ Աստված օրհնի խոսքը եւ ձեզանից ամեն մեկին ամեն։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի։ Ամեն։